շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եւ շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Ուրեմն այսօր պահը շատ լուրջ է եւ կարեւոր, շրջադարձային պահ է հայ ժողովրդի եւ Հայաստանի համար, որովհետեւ այս ընտրությունների նման բախտորոշ ընտրություն վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ տեսել։ Սա պետք է վերջնականապես որոշի հայ ժողովրդի լինելիության, հզորացման, ինքնիշխանության, պետականության ամրացման, առաջընթացի խնդիրը պետք է լուծվի։ Այստեղ չկա ինչ-որ կուսակցության խնդիր, ԿՊ, Փաշինյան, այդպիսի խնդիր չկա։ Ուղղվածության խնդիր է, ստրատեգիական ուղղվածության։ Ես հայ ազգային կոնգրեսից հեռացա միայն նրա համար, որ չէի կիսում նրանց մոտեցումները աշխարհաքաղաքական եւ ստրատեգիական առումով Հայաստանի վերաբերյալ։ Եվ ուրեմն հասկացա, որ իմ իսկական մոտեցումները Հայաստանի ապագայի հզորացման առաջընթացի վերաբերյալ հանուն հանրապետության կուսակցությունն է որդեգրել։ Եվ մենք այս բախտորոշ ժամանակահատվածում պետքա մեր ուժը դնենք այդ մեր նպատակները ի կատար ածելու համար, մեր ուժը ճշմարտությունը հետապնդելու խիզախության մեջ է, մեր ուժն ու զորությունը արդարությունն ու արդարադատությունը հետապնդելու մեջ է, մեր ուժը Հայաստանը հավերժական եւ ինքնիշխան, ինքնավստահ դարձնելու մեջ է։ Եվ դրա համար, քանի որ մենք նախընտրական համարյա շրջան է, մոտենում է արդեն քարոզչությանը, ես ինչ եմ ուզում, որ մեր ժողովրդին ասել, որտեղ մենք էլ մեր ժողովրդի մի մասնիկն ենք։ Ուրեմն ընտրության գնալիս, քանի որ սա շատ բախտորոշ ընտրություն է, հիմա նոր տեղեկություններ ենք ստանում, որ փողով ուզում են խնդիրներ լուծել, այդ ճղճիմ իրավիճակներից ժողովուրդը ձերբազատվի, ընտրության գնա խղճի մտոք, խղճի հետ զրույց անելով եւ երբեք ընտրողը գործարքի մեջ չմտնի խղճի հետ եւ ընտրողին ասում ենք մի վախեցիր, մի վաճառվիր, մի ծախիր եւ մի ծախվիր, չէ որ դու այս երկրի մի մասնիկն ես եւ քո քվեարկությունից կախված է ոչ միայն քո, այլև քո երկրի, քո հարազատների, քո երեխաների, քո ժողովրդի ապագան։ Եվ խոսքս ամփոփում եմ Վարդան Մամիկոնյանի խոսքերով։ Մենք միշտ օտարները ուզեցել են մեզ ստրկացնեն, վասալի վիճակում պահեն։ Այդպես եղել է 2-3 հազար տարի առաջ, այդպես է նաև այսօր, որտեղ երբ որ Վարդանը Տիզբոնից եկավ, նամակ գրեց Հասկերտին, ինչ էր այդ նամակի, այդ տողերը Վարդանանք վեպից եմ ես վերցրել, ուրեմն որոշեց կռիվ տալ, գիտեր որ այդ կռիվը կարող է չհաղթի, բայց ինքը գնաց գիտակից մահվան, հանուն նրա, որ մեր ուրեմն ինքնությունը, մեր կրոնքը, մեր ազատությունը չգողանան։ Նամակում ինչ էր ասել Վարդանը Հասկերտին։ Ուրեմն լավ լսիր Հասկերտ, բայց այն, ինչ ավանդ ենք ստացել մեր նախնիներից, մեր կրոնքը, մեր հայրենիքը, մեր իշխանությունը, մեր ազատությունը, դա չենք տա ոչ ոքի։ Իմ բոլոր գործընկերներին, այստեղ ներկա գտնվող մեր համախոհներին, աջակիցներին, գաղափարակիցներին, ոգևորողներին, յուրաքանչյուրին, մեր թիմին միացած հայրենասեր եւ տաղանդավոր մարդկանց, Լուսինե Զեյնալյան, Ազատ Արշակյան, Վարդան Մալխասյան, Քրիստինա Աբրահամյան, Թաթուլ Հակոբյան, ազատամարտիկներ, չափազանց կարևոր Տիգրան Մեծ
աշխարհազորային գնդի հրամանատար Վովա Արաքելյան, իր անմիջական զինակիցները Աղվան Մխիթարյան, Մախնո, Գևորգ Տեր Գևորգյան, այս շատ պարտավորեցնող ցանկա եւ հանգամանք։ Կրկին ու կրկին շնորհակալություն ձեզ։ Այս համատարած աղմուկի մեջ մի շատ կարևոր արձանագրում պիտի անենք։ Ողջամտության ձայնը պիտի հնչի, ողջամտությունը պիտի հաղթանակի, որովհետև երբ լռում է ողջամտությունը, խոսում է սուտը, խոսում է կեղծիքը, խոսում է վախը։ Բայց մենք այստեղ ենք, որպեսզի խոսի ճշմարտությունը։ Ճշմարտություն, որը շատ հաճախ ծանր է, երբեմն անհարմար, բայց ազատագրող։ Ճշմարտությունը պիտի խոսի, հակառակորդի անունը պիտի տրվի, թշնամու անունը պիտի հնչի, ոչ թե նրա համար, որ ատելությունը խորանա, այլ որպեսզի վերջապես պատասխանատվություն լինի, որ այս երկրում վերջապես լինի սահման, որտեղ ավարտվում է անպատժելիությունը և սկսվում է հանրապետությունը։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ անիրավությունը և անարդարությունը դարձել են սովորական, իսկ լռությունը ընդունված վարքագիծ ու ամենավտանգավորը նա է, որ չարը, խավարը այլևս չի թաքնվում, մարդասպանը չի թաքնվում, իսկ լույսը, բարին լռում է։ Մենք մտնում ենք այս պայքարի մեջ, որպեսզի Հայաստանը դարձնենք նպատակ, այս համատարած վախերը, համատարած անտարբերությունը վերածենք արժանապատվության, լռությունը բարձրաձայն խոսքի։ Չի կարելի երկրի ճակատագիրը թողնել նրանց ձեռքին, ովքեր անտարբեր են, հիասթափված են կամ հրաժարվում են հավատալ ընտրության ուժին։ Պետության ապագան կարող են կերտել նրանք, այն քաղաքացիները, ովքեր պատասխանատվություն են զգում մեր հավաքական տան, մեր երկրի առաջ և գիտակցում են իրենց ձայնի արժեքը, նույն պատասխանատվությամբ, նույն հաշվետվությամբ, ինչ մենք այստեղ գտնվողներս։ Մենք չենք գոռալու շատերի նման, մենք չենք խառնվելու այս համատարած աղմուկին, մենք ընտրում ենք այլ ճանապարհ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք երբեմն կիսաձայն, երբեմն ցածրաձայն, երբեմն լուռ, որպեսզի մեր ձայնի փոխարեն հնչի հանրապետության ձայնը,
Հայաստանի ձայնը։ Մենք խոնարհում ենք մեր դրոշները, որպեսզի ծածանվի եռագույնը։ Բայց սա խոնարհություն չէ, սա ուժ է, գիտակցված, հաշվարկված և արժանապատիվ։ Որովհետև իրական ուժեղ Հայաստանը փողով չի չափվում, ձայնի բղավոցի չափով չի չափվում, այլ երկրի որակով, ինստիտուտներով, դիմակայունությամբ, դիմադրողունակությամբ և ազատություններով ու ճշմարտությամբ։ Ուստի այս ընտրությունն ամենևին իշխանության մասին չէ, այս ընտրությունը Հայաստանի մասին է։ Լինել պետություն, թե մնալ տարածք, լինել ազատ, թե վասալ ու ճորտ։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իր հավաքական իմաստնության մեջ ճիշտ ընտրություն կատարելու է։ Մեր խնդիրն է այդ ընտրությունը առաջնորդել, այդ ընտրության արահետը, ճանապարհը բացել։ Մնում է միայն մի բան՝ չլռել, չվախենալ, կանգնել ճշմարտության կողքին, կանգնել եվրոպական, քաղաքակիրթ, բարեկիրթ Հայաստանի կողքին